Ադրբեջանի համար բնականաբար ամենակոմֆորտային եւ ինչպես ասում են լոտոյով շահած տեխնացուն Փաշինյանն է եւ իրենք ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ մենք ոչ թե հիմա խաղաղություն ունենք, այլ հրադադար զուտ Ալիևի կողմից նախաձեռնած հրադադար, որպեսի կարողանա աջակցել, որպեսի Փաշինյանը այդ իր խաղաղության պսևդոթեզը կարողանա մեծ հաջողությամբ, ինչքան հնարավոր է մեծ հաջողությամբ վաճառել միամիտ ընտրազանգվածին, եթե այդպիսինք կան այս առումով։ Պարզ է, որ առաջին հերթին Փաշինյանը հենց Ադրբեջանին ձեռ տվող բան է, տեխնացու է։ Եթե խոսքը անում է, որ բաց տեքստով ուղղակի, ինչպես Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն էր ասել, չի ասվել կամ Եվրոմիության կամ բան, ես իհարկե չեմ բացառում, որ այդպիսի բան չի լինի, բայց Ալիևի ոճով, եթե լինելու է սպառնալիքի ոճով, այսինքն այդ նույն տեքստն է ասվելու, եթե ինքը չլինի, գալու են ռևանշիստները եւ կարող է պատերազմ լինել, բայց դա էլ է բլեֆ, նորից եմ ասում, Ադրբեջանը չի որոշում, ինքը պատերազմ սկսելու է տարածաշրջանում, թե չէ։ Ոչ Ադրբեջանն է որոշում, ոչ Հայաստանն է որոշում, ոչ Թուրքիան է որոշում։ Դա պետք է լինի աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ որոշակի կոնսենսուս դրա շուրջ, որպեսզի նման բան լինի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։